Աշխատեք նենց ապրել, որ ամեն օր ձեզ հայլու մեջ նայելուց չզզվեք ձեզանից։ Ոստեք դեղները թլարա, ոչ Միքաչյանի առանցին դաբրոն ստանալու։ Ովքեր են բացականել են։ Արսենն ու Դավիթը Ուր են այդ շակալները։ տուն են գնացել։ Գտեք դրանց ծաղին ու հետքով վերացրեք։ Ոյ, այ երեխաներ, ես ինչ պատահեց։ Ներեցեք, պարզապես ես երեք որոգայքն էին նայում և պարզապես տակը մնացի ինչպես բոլորը։ Լավ, մի անեկդոտ պատմեմ, թող ես մթնոլորտը փոխվի։ Ուրեմն ես ընկեր Մարգոն Վարդանիկին ասում է Ալգրատախտակի մոտ, Վարդանիկը չի գալիս։ Ես գոգա ինչ ես ծիծաղում։ Որովհետև ձեր պատմած անեկդոտները հեչ ծիծաղելի չեն, ընկեր Գալստյան։ Հա, ծիծաղելի չի։ Այս դու տեղյակ ես, որ մոտենում են քննությունները, քառորդ պետք է փակեմ։ Հա, բայց դա ինչ կապ ունի։ Այնքանով կապ ունի, որ դու հենց հիմա մեկ ես ստանում։ Սրան նայր, ուրեմն դա ընդունված կանոն է, որ երբ ուսուցիչը անեկդոտ է պատմում, աշակերտը զոռով լինի պետք է ծիծաղի, սրան նայր, դա ամենտեղ է այդպես։ Դդմիկ։ Ողորմելի դդմիկներ։